Յորջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Շնորհավոր ամանոր եւ սուրբ ծնունդ։ Սիրով ձեր Մեդիա Հաբ։ Քարոզչությունը հանրայինի այնքան ուժեղ է, որ եթե ես չլինեի այս գործով ներգրավված անձ, ես էլ իրոք կարող եմ մտածեի, որ շատ վտանգավոր հանցավոր խումբ են բռնել։ Ցավոք սրտի իրենց հաջողվել է դիրքավորվել որպես խաղաղություն բերող, իրենք այդպես են ներկայանում։ Այո, իբր իրենք խաղաղություն են ուզում, մենք էլ չենք ուզում, որ խաղաղություն լինի։ Մարդու բնական ցանկությունն է, որ լինի խաղաղություն։ Ամեն կողմից երևում է, որ ինքը ազնիվ չի գործում ու չի կարող ինքը հաջողել։ Աստված թույլ չի տալու, որ ինքը հաղթի եկեղեցուն, որովհետև այս եկեղեցին հիմնադրել է Հիսուս Քրիստոս։ Մեր օրերի աբսուրդն է, որ մարդիկ հավատացյալ չլինելով որոշում են նորոգել հայ առաքելական եկեղեցին։ Եկեղեցին մշտապես նորոգման մեջ է եղել։ Իր ստեղծման օրվանից մինչև այսօր բոլորը աջակցելու են իրեն, որ ինքը ընտրվի եւ ինքը եթե տեսնի, որ չի ընտրվում, խայտառակ անօրինություններ է թույլ տալու, նույնիսկ շատ վատ բաներ, ինչ որ նախկին ժամանակում ինքը ասում է արել են, դրանից շատ ավելի վատ բաներ է անելու Նիկոլ Փաշինյանը։ Ինքնակազմակերպվելը կարծում եմ միֆ է։ Ինքնակազմակերպվել ժողովրդի գոյություն չունի, պետք են կազմակերպիչներ։ Դա կարող են լինել ընդդիմության ներկայացուցիչները, կարող են լինել ժողովրդի մեջից դուրս եկած այլ անձինք։ Բարի երեկո, Մեդիա Հաբի եթերում Մեդիա Արենան է, ես Արթուր Հայրապետյանը, այսօր զրուցելու եմ Սրբազան շարժման անդամ Լիդիա Մանթաշյանի հետ, բարի երեկո։ Բարի երեկո։ Շնորհակալ եմ հրավերը ընդունելու համար։ Տիկին Մանթաշյան, ձեզ հրավիրելուց անդադ մտածում էի, հա, ինչպես է պատահում, որ ահաբեկիչ անունը այդպես փորձում են մարդու վրա պիտակավորել, կցել եւ այդ մարդը ազատ հիմա շրջում է, գալիս գնում ինչ որ տեղից տեղ եւ այդ մարդը վտանգ իրանից չի ներկայացնում, հա, փաստորեն ըստ իրենց։ Դե դա աբսուրդն է։ Սա զավեշտ է, ինչ որ հիմա ասեցի, բայց տրամաբանությանը մոտ չի, հա, իրենց անվանած ահաբեկիչը եւ հիմա ահաբեկիչը ինչ որ ազատության մեջ է։ Այո, դա հենց մեր այսօրվա կյանքի աբսուրդն է, որ կարող են մարդու վրա այդքան ծանր հոդված դնել, ընդ որում ին վրա եղած հոդվածներով ես պետք է 9.5-ից 11 տարի բանտում լինեմ։ Այո։ 9.5-ից 11 տարի, այդ խայտառակ վատ հոդված է, էլի։ Ընդ որում բանտում ինձ հետ այդ հոդվածով այլ անձ չկար, միակը ես էի, որ ասում էին ինչ հոդված է, ասում էի ահաբեկչություն, բոլորն այսպես նայում էին ինձ էլի։ Ոնց կարող է այդպիսի հոդված լինի Հայաստանում, բայց փաստորեն կա ու այսպիսի գործ կարող են հարուցել, բայց զավեշտն այն է, որ այսօր ես կարողանում եմ հանգիստ քայլել Երևանի փողոցներով։ Դե ինչպես տեսնում եք, այո, այսօր եկել եմ ձեզ մոտ որևէ ձևով ինձ թվում է դուք վտանգված չեք։ Իսկ բանտում երբ որ հայտնվեցիք այդ զարմանքը, հա, խցակիցների, որ ահաբեկիչ է ամեն դեպքում հիմա եկել մեզ հյուր։ Չեն վախենում։ Չէ, վախենալու տրամադրություն չի եղել, ուղղակի քանի որ արդեն գիտեին, որ Բագրատ Սրբազանին ձերբակալել են, չնայած շատերը չգիտեին ինչ հոդվածով են ձերբակալել, գիտեին, որ Բագրատ Սրբազանին ձերբակալել են, չգիտեին նաև, որ կինկա է ձերբակալված։ Երբ որ ես գնացի իմացան, իրենք ասացին, որ առաջի պահից էլ հենց որ նայել են, հասկացել են, որ ուղակի բռնաճնշումներ են, էլի, ուրիշ որևէ բան չկա սրա տակ, նույնիսկ բանտարկյալները դա հասկանում էին։ Դուք իրականում այն մեր բոլորի փոխարեն նստող եւ ինչ որ այսպես հա պատասխան տվողներից մեկը եղաք այդ ամիսների ընթացքում, երբ որ անընդհատ մի խոսեք, ձեր հերթն էլ կգա։ Դե հա, մենք դրան անընդհատ սպասում ենք եւ այս իշխանությունը քանի դեռ կա, մենք ոչ մի բանից չենք կարող խուսափել եւ ոչ է կարող ենք համարել, որ այն ինչ որ կատարվում է մեր շուրջը օրինաչափ է։ Այո, մի բան ասեմ ուղղակի, երբ որ ահաբեկչության մասին դուք խոսեցիք, ես ուզում եմ սա միշտ մենք շեշտենք, անցած օրն եմ ասել ու կարծում եմ պետք է միշտ շեշտենք, ես միշտ ասելու եմ դրա մասին,
Մենք այս երկրում ունենք ահաբեկող խումբ, որը ԿՊՆ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Այս երկրում ահաբեկչություն իրականացնողները իրենք են միայն։ Իրենք ահաբեկում են ժողովրդին։ Իրենք եկան օրինակ Գիրանց, Ոսկեպար, ահաբեկեցին ժողովրդին, ասացին, եթե տարածքները չտանք, դա ահաբեկչություն է։ Եթե տարածքները չտանք, հարձակվելու են մեզ վրա, պատերազմա լինելու։ Մեզ բռնեցին, ահաբեկեցին ժողովրդին, ասին, գիտեք, ձեր մեջ այսպիսի մարդիկ էին ապրում ու հնարավոր է իրանց մի մասն էլ դեռ դրսում է մնացել, զենքերը չենք գտել, հեսա պիտի գտնենք, դա ահաբեկչություն է։ Հիմա երբ որ մարդկանց ձերբակալում են ոչնչի համար, այդ միջոցով իրենք ահաբեկում են բոլորին, նաև մեր շրջանակի մարդկանց, ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդկանց, որ չփորձեք հանկարծ որևէ դեպքում ձեր ընդդիմադիր դիրքորոշումը հայտնել։ Նույնիսկ խոսքի համար մարդու կարող են ձերբակալ։ Հիմա այդպես ահաբեկելով իրենք 26 թվականին գնալու են ընտրությունների, հայտարարելու են, հա, բնականաբար, եթե մեզ չընտրեք, պատերազմա լինելու։ Այսինքն մենք այդ լսել ենք եւ այս վերջին օրերին հատկապես երբ մոտենա ընտրությունների օրը իրենք ավելի են դա փորձելու այսպես ժողովրդի վզին փաթաթել։ Այո, ցավոք սրտի իրենց հաջողվել է դիրքավորվել որպես խաղաղություն բերող, իրենք այդպես են ներկայանում։ Աննախադեպ պատմական։ Այո, իբր իրենք խաղաղություն են ուզում, մենք էլ չենք ուզում, որ խաղաղություն լինի։ Մարդու բնական ցանկությունն է, որ լինի խաղաղություն, բայց պետք է հասկանանք այդ խաղաղությունը իրենց բերած ռեալ խաղաղություն է, իրական խաղաղություն է, թե կեղծ ուղակի ինչ որ խոստումներ են, որ լինելու է խաղաղություն։ Եվ ինչ գնով։ Այո, եւ ինչ գնով է խաղաղություն բենզին են բերում, ծորեն են բերում եւ խաղաղության գինը մենք հետո ենք, հա, մեր մաշկի վրա զգալու։ Եվ Տիկին Մանթաշյան, ուզում եմ անդադ հասկանալ, երբ որ անդադ ձգում էին, հա, ձեր անազատության մեջ լինելը, ուզում եմ հասկանալ Նիկոլը այս աղջկանից ինչ է ուզում։ Իմ մոտ տպավորություն էր, ոնց որ վրեժ լուծեր ձեզնից, վրեժ էր լուծում ձեզնով մնացած հայ կանանց, թե ուզում հասկանամ ինչու էր այդպես, հա, ձեզ փորձում անազատության մեջ պահել, այն էլ այդ մի քանի ամիսը, որ կարող էր մեկ ամիս ամսով պատժեր, հա, այսպես ասած։ Տեսեք, երկու կոմպոնենտ կա։ Մեկը այն ահաբեկչությունն է, որը ասում եմ, իրենք այս միջոցով ցանկանում են վախեցնել բոլոր անձանց, ասում են տարբերություն չկա, կին ես, տղամարդ ես, զինվորական ես, ոստիկան ես, հերոս նահատակի հայր ես, ով ուզում է սեղի։ Եթե դու եղար մեզ դեմ, մեր դեմ, դու կարող ես հայտնվել ճաղերի ետևում։ Մեր գործը դրա վառ ապացույցն է։ Մենք գործով ունենք տարբեր շերտերից ձերբակալված անձիկ։ Գործարար ունենք, տաքսիստ ունենք, բլոգեր ունենք, հայ առաքելական եկեղեցու եպիսկոպոս ունենք ձերբակալված մեզ հետ, Արցախի ու Հայաստանի ազգային ժողովի падգամավորներ ունենք մեզ հետ ձերբակալված անձինք, ովքեր այսօր էլի հետապնդումների են ենթարկվում։ Մի կոմպոնենտը դա է, որ ասում է ցանկացածդ ով փորձեց որևէ գործողություն անել մեր դեմ, այս սրան է կարժանանալու, հայտնվելու եք ճաղերի ետևում։ Բայց դե մեզ չեն կարող վախացնել։ Երկրորդ կոմպոնենտն է կապված էր կոնկրետ Վահագն Ալեքսանյանի մայրիկի հետ կապված միջադեպին, որի մասին մայրիկը մահացել է, չեմ ուզում շատ անդրադառնալ։ Դրա համար էլ են կապում էլի ձեր անհատական բազմաթիվ չէ, մի քանի հոգի, ովքեր որ կապեր ունեին համակարգի ներսում, եկել ինձ ասել են, որ կոնկրետ դրա համար քեզ պատժում են։ Ես եմ եղել նկարահանող այդ մայրիկի տեսանյութի, որը տարածվեց, երբ որ անշնորհ բառեր էր ասում, ուղղակի մահացած կինը չեմ ուզում շատ ծավալվենք խոսել։ Արտարոց բան ձեր կողմից ամեն դեպքում չկար։ Իմ կողմից եղել է մի բան, ես ասել եմ ինձ կգաս կասես այս բառերը, դե անշնորհ բառեր էր ասում։ Այո։ Երբ որ կկարողանաս ասել ով է քո տղայի հայրը։ Այդ արտահայտությունն է ու դրա այդ արտահայտության հաջորդ քայլը եղավ են, որ ազգային ժողովի ամբիոնից Վահագն Ալեքսանյանը սկսեց արտահանել, թե ինչու ինքը հայր չունի։ Այդպես։ Ուղղակի ինքը մի քիչ ուրիշ թեմա է, նուրբ թեմա է, էլի չեմ ուզում ընտանիքներին կպնենք, որովհետև ինձ թվում է մենք այդ աստիճանի կրթվածություն ունեցող անձինք չենք, բարեկրթություն ունեցող անձինք չենք, որ ընտանեկան այդ հարցերը այստեղ դնենք քննարկենք։ Եվ հիմա
երբ որ դուրս եկաք, հա, բանդից դուրս եկաք, ինչպիսի զգացողություններ ձեզ մոտ, որովհետև մի բան է, երբ որ դու անազատության մեջ ես, շատ բան չես իմանում, հա, ինչա կատարվում ներսում, մանավանդ երբ դուք անազատության մեջ եք երկրում կարծես ամենօրյա ռեժիմով էր, հա, ինչ որ տեղի ունենում աղետի ետևից, եւ դուրս եկաք եւ տեսաք էլի ուրիշ Հայաստանում եք, հա, ապրում, որովհետև սրբազաններն էին արդեն նստած եւ եկեղեցու վրա հարձակումներ, այլևս իշխանության կողմից գործածության մեջ առնվել եւ այլն, ինչ փորձեցիք անել, այդ զգացողության մասին եմ ուզում մի քիչ պատմեք։ Տեսեք, բանտում մենք ունենք հեռուստացույց։ Մենք լուրերի հետևում ենք, տեսնում ենք ինչ է կատարվում, բայց լուրերով մակերեսային ես դու ինֆորմացիա ստանում։ Դու չգիտես ամբողջ խորքով թե ինչ է կատարվում դրսում։ Ոնց որ հեռավոր գյուղում ապրող մարդը։ Հեռավոր գյուղում ապրող մարդը։ Ու ասում եմ, այդ քարոզչությունը հանրայինի այնքան ուժեղ է, որ եթե ես չլինեի այս գործով ներգրավված անձ, ես էլ իրոք կարող եմ մտածել, որ շատ վտանգավոր հանցավոր խումբ են բռնել։ Որոշ ինֆորմացիա ունեի դրսում ինչ է կատարվում, բայց որ դուրս եկա մանրամասները տեսա, ապշած էի, երևի մի 2 շաբաթ սենց ուշքի գալու շրջան էր ինձ մոտ, չէի հասկանում որտեղից սկսեմ, ինչ անեմ, ոնց ադապտանամ այս կյանքին, որովհետև լրիվ ուրիշ իրականության մեջ ենք մենք հայտնվել այսօր։ Հիմա մտածում եմ իմ անելիքը խոսել, բացատրել, ներկայացնել մարդկանց ամբողջ ճշմարտությունը դա է, որովհետև այլ գործիք չունեմ, երբ որ մենք ուզում ենք փողոցային խաղաղ անհնազանդություններով հասնել արդյունքի ու արդեն ամեն ինչ պատրաստ էր դա անելու համար, 2 քայլով մեզ վնասազերծեցին, այսպես ասեմ։ Մի հատ հունիսի 20-ին մեր կողմնակիցներին սկսեցին կանչել տարբեր բաժիններ, ձերբակալել, կարող է հիշեք, լուր կար, որ նաև Սրբազանի տան վրա են գալու այդ օրը։ Այդ օրը տարան, իրենց ասած բացատրական աշխատանքներ տարան անձանց հետ, տեսան, որ պայքարի մեջ գտնվող մարդիկ այնքան էլ վախեցող չեն ու հետ չեն կանգնում ոչ մի բանից, որոշեցին այսպիսի մի հատ գործ հարուցել, մանավանդ ձեռքի տակ այտենց իրար կպցնելու համար հարմար ձայնագրություններ ունեին, այդպես ինչ որ մի բան սարքեցին ու ասեցին այս գործի միջոցով, որ ցանկացած դեպքում, եթե փորձեք փողոցում ինչ որ ակտիվություն ցուցաբերեք, հայտնվելու եք ճաղերի ետևում, այսինքն այսուհետ Թավշյա հեղափոխությունը, որի միջոցով Նիկոլ Փաշինյանն եկել է իշխանության, քրեականացված է։ Այսինքն այդ մի գործիքը, որ մենք ունեինք, դե 3 տարբերակ կա, չէ՞։ Փոփոխություն բերելու մեկը ռազմական հեղաշրջումն է, որը մենք չենք կարող անել, այդ ռազմական գործիչները պիտի անեին, պահը բաց թողած է, հնարավոր չէ արդեն անեն, փողոցային անհնազանդություններ եւ ընտրություններ։ Հիմա փողոցային անհնազանդություններն էլ են մեր ձեռքից վերցրել, Գյումրու դեպքերն էլ ապացուցեցին, որ եթե նույնիսկ այսպես մեր նման կազմակերպված փողոցային գործողություններ չեն լինելու, ցանկացած դեպքում դրսում ակտիվություն եղավ, տանելու ենք բոլորիդ բանտեր, ասում եմ, բանտում մեզ հետ կար մի անչափահաս տղա դպրոցական, ով որ այդպես պատահաբար դպրոցից գնալուց հայտնվել էր այդ խմբի մեջ, այդ որ ինչ որ իրար ամսում էր, ու այդ երեխային դպրոցում կտրել էին դպրոցից, բերել են 2 ամսով բանտում պահում էին։ Անչափահասները, տղաները մեզ մոտ էին, էլի, բանը, իրենց այդ կալանքի շրջանը անցնում, մինչև չափահաս դառնալը։ Դե զանգվածային անկարգությունների մասնակցություն, թե ինչ որ այդ տիպի մի բան։ Այսինքն ցանկացած դեպքում, եթե փողոցում ակտիվությունը հիմա ես իրոք չեմ տեսնում ելք, որ հնարավոր է դրսում որևէ ակտիվություն ցուցաբերել, որովհետև ցանկացածի բռնելու են տանեն բանտերը։ Սրբազան շարժումից հետո կարծես նահանջեց դիրքերը։ Այդ մի գործիքը մեր ձեռքից վերցրել են, հիմա ընտրություններ են արժևում, պետք է ուղղակի բոլորին ասենք գնացեք ընտրությունների, չնայած չեմ կարծում, որ Նիկոլ Փաշինյանը թույլ է տալու ընտրությամբ այս երկրում ինչ-որ մի բան փոխվի, բայց այդ էլ է գործիք, որը պետք է օգտագործենք։ Դե մանավանդ, որ մենք տեսանք Եվրամիության արձագանքը։ Բոլորը դրսից, ում իր այստեղ լինելը ձեռնտու է,
Բացի հայ ժողովրդից մնացածին ձեռք է տալիս, չէ, որ ինքը լինի այստեղ։ Բոլոր աշխարհաքաղաքական ուժերին ձեռք է տալիս, որ այդպես մի հատ ինչ-որ խամաճիկ դեմք լինի, որ ոնց ուզենան շարժեն։ Բոլորը աջակցելու են իրեն, որ ինքը ընտրվի եւ ինքը եթե տեսնի, որ չի ընտրվում, խայտարակ անօրինություններ է թույլ տալու, նույնիսկ շատ վատ բաներ, ինչ որ նախկին ժամանակում ինքը ասում է արել են, դրանից շատ ավելի վատ բաներ է անելու Նիկոլ Փաշինյանը։ Դե մենք արդեն տեսնում ենք, որ եկեղեցին արշավանքի բան է դարել, հա, սրանց կողմից մի թափառախումբ, որը կոնկրետ հրահանգով հայտնվում են այս կամ այն եկեղեցու բակում եւ փորձում են ապահովել Նիկոլի անվտանգ հավատացյալի, այսպես ասած, պատարակը վայելելու ինչ որ միջոց։ Ես նույնիսկ բառեր կան, որ չեմ կարողանում արտաբերել, որովհետեւ չգիտես այդ բառը իսկապես Նիկոլին բնորոշում է, որովհետեւ Նիկոլին բնորոշող բառերը այլևս բարերով չի, հա, որ պիտի ասենք եւ ավարտենք այն ինչ որ կա։ Հիմա մենք անցած կիրակի, նախորդ կիրակի տեսանք, թե ինչ հայ մարդը ինչ իրադրության մեջ էր հայտնվել, հա, հայտնվել էր մայր տաճարում, որպեսզի մի մասը մայր տաճարը պահեր, վեհափառին կարողանար պահել, որպեսզի Թշնամական մյուս հատվածը չփորձեր վնասել, բայց մենք տեսանք, որ հակառակ կողմը Նիկոլի հրահանգով եւ այն 10 տիրադավ այլևս սրբազաններ ասելը անհեթեթությունը, այդ մարդիկ փորձեցին ապահովել այն մասայի ապահովությունը, որպեսզի նրանք անվտանգ, հաջող կարողանան տաճարի դուռը կոտրել եւ մտնել ներս։ Փորձ արվեց ամեն դեպքում, հա, իհարկե չհաջողեցին, բայց Նիկոլը դրանով չի սահմանափակվելու եւ փորձելու ամեն դեպքում եւ հոգեվորականության դաշտում այդ բախումները բերել եւ քաղաքացիական բախումներ, այսինքն այն որ պիտի ավարտվի այս ամեն ինչը բախումներով, տեսնում ենք Նիկոլի կողմից, որ լրիվ օքեյ ստացած վիճակ է։ Այո։ Փորձելու է անել ամեն ինչ, բայց ես վստահ եմ, որ եկեղեցում Սուրբ Հոգին է գործում եւ թույլ չի տալու, որ որևէ վնաս հասցվի մեր եկեղեցուն, մեծ վնաս ի նկատի ունեմ։ Նույնիսկ մտածում եմ, որ շատ լավ է այս շրջանը, որ եկեղեցին անցնում է, որովհետեւ շարքերը մաքրվում են։ Մեզ հավանաբար պետք էր այս մաքրվելու շրջանը անցնել։ Նույնիսկ հոգեվորականության դաշտում։ Այո։ Շատ լավ է, որ այս շրջանը մենք անցնում ենք, որովհետև պատկերացրեք, այդ մարդիկ ներկայացված էին այդ տիրադավները մայրաթորի խորհրդատվական, վեհափառի խորհրդատվական մարմնի մեջ, գերագույն հոգևոր խորհրդում։ Այդ մարդկանց տված խորհուրդները ինչ պիտի լինեին։ Ճիշտ է, մեզ մոտ վեհափառն է որոշողը, ինքն է միաձայն անողը, մնաց այդ մյուս մարմինը խորհրդատվական մարմին է, բայց այդ մարդիկ խորհրդատու են։ Ու ինչ խորհուրդ պետք է տար օրինակ, չգիտեմ, Նավասարդ Սրբազանը։ Հաստատ վատ խորհուրդներ էր տալու, չէ՞։ Հիմա այդպես, որ Գևորգ Սրբազանը բանում իր հարցազրույցներում ասում է, ես այն ժամանակ ասում էի Բագրատ Սրբազանին կարգալույծ արա ինքը չարեց։ Ասենք այդ տիպի խորհուրդներ էին տալու, դրանով էր փրկվելու եկեղեցին իրենց կարծիքով, հա, Բագրատ Սրբազանն էր խանգարում եկեղեցուն։ Ոնց հասկանում եմ։ Իրենց կարծիքով։ Այնքան էր խանգարում, որ այսօր անազատության մեջ է Սրբազանը եւ մնացյալ 3-ը, հա։ Հա, բայց պատվով կրում են իրենց անազատությունը եւ շատ ավելի ազատ են, քան այն մարդիկ, ովքեր դարձել են Նիկոլ Փաշինյանի ձեռնածուն տեխնիկային թատրոնը, ոնց է լինում, որ ձեռքին են հագցնում ու ինչ որ շարժումներ են ցույց տալիս ու այդ կենթանու փոխարեն խոսում կամ այդ պերսոնաժի փոխարեն խոսում, հիմա իրենք այդ նույն կերպարներն են դարձել։ Ոչինչ, իրանց պատիժը ավելի ծանր է լինելու։ Իրանց պատիժը ավելի ծանր է լինելու, որտեղ Նիկոլին մենք նոր չենք, հա, որ գիտենք։ Նիկոլին վաղուց գիտենք եւ գիտենք, որ այն ինչ որ պետք է այդ պահին պետք է օգտագործել, ով կօգտագործվի, հետո պատիժը շատ սիրուն ձևով, նույնիսկ ինքը չի խնայում իր շուրջիններին, հա, տարիներով իր համար աշխատել են այդ մարդիկ։ Հետո դավաճաններին ոչ ոք չի սիրում։ Մենք օրինակ մեր մեծ Հովհաննես Թումանյանի Թմկաբերդի առումը ունենք եւ գիտենք դավաճան կնոջ հետ ինչ եղավ, չէ՞ վերջում։ Իսկ եթե դու հավատարմություն ուխտ կնքած անձդ
դավաճանել ես քո վեհապար հայրապետին ու քո եկեղեցուն, այսինքն այն մյուսին ավելի հեշտ կդավաճանես, եթե նոր ես այն մյուսի կողքը կանգնի։ Այսինքն այնպես չի, որ իրենց այդպես ձեռքերի վրա միշտ տանելու են առաջ, էլի, ոնց որ հիմա, չգիտեմ, երեք տեսա, որ թիկնապահներ ունեն ինչ որ ԱԱԾ-ից ասեցին իրենց ուղեկցող, ոնց որ հենց Մեդիահաբի Վահեի մոտ եմ կարդացել, եթե չեմ սխալվում, հատուկ ԱԱԾ-ից հատկացրել են այդպես թիկնեղ մարդիկ, որ իրենց ուղեկցեն, չգիտեմ, մեքենաներ են տրամադրում, որ գնան տարբեր տեղեր, բայց դա ինչքան է տևելու, այնքան ժամանակ, մինչև պետք են։ Դրանից հետո մեկ էլ ի՞նչն է ինձ ապշեցնում։ Եթե ասում են ունեն կոմպրոմատ այդ մարդկանց դեմ, հա։ Ենթադրենք դու ունես իմ դեմ կոմպրոմատ, Արթուր ջան։ Դու ինձ ասում ես, ես ինչ բանն արա, թե չէ ես դա կհրապարակեմ։ Ես այդ ինչ բանն արեցի։ Հաջորդ բան կարաս այդ կոմպրոմատը մնում է քո ձեռքում։ Ասլուս ես ինչ բանն արա, թե չէ էլի կհրապարակեմ։ Այս մի բանն էլ արա, այսինքն մինչև երբ եք անելու Նիկոլի ասածները։ Լավ, բայց մենք հո գիտենք, օրինակ, նույն հերո չգնանք, հա, հոգևորականության դաշտում ամենապղծված, այսպես վատ անուն հանած հոգևորականը դա Նավասարդ Կճոյանն է, այսինքն այնց չի, որ մենք իր անձի շուրջ այնքան հոգևոր, այնքան մաքուր, այնքան ամբից բաներ էինք լսել կամ բաներ էինք արել, որ թվում էր, որ Նավասարդ Կճոյանը այսպես երկնքում կախված մի հեշտակա։ Չգիտեինք, չէ, որ սկսած օֆշորային թեմաներից մամուլը դրա մասին գրել էր, սկսած այն կոռուպցիոն սխեմաները, որը էլի մամուլը գրում էր, դե սիրուհի, միրուհի, լավ, դնենք մի կողմ, այդ էլ դնենք մի կողմ, ինչ պիտի հրապարակվեր ուրիշ, կամ ասենք 70 տարեկան մարդ ես, գնայր պատվով նստեիր այդ Bentley, բոլոր այդ վատ անվանարկումները, որը քո անձի շուրջ էր պտտվում, հոց կցնդեր, կասեն, տեսեք, չէ, փաստորեն, այն որ մենք ասում ենք տարիներ շարունակ, որ ինքը այսից բոբոձածա է հոգևորականության դաշտում, չէ, փաստորեն ինքն էլ է կարգին տղա, տեսեք, չգնաց Նիկոլի հրահանգները կատարեն, բայց տեսանք հակառակը ամեն դեպքում։ Ինչ հատ անելու այդ մարդը իր հետ։ 70 տարեկան Աստված թող տա 10 տարի էլ ապրի, բայց ինչ հատ անելու։ Տեսեք, ես հոգևորականներից լսեցի, որ ասում էին ոնց որ մի բեռից ազատվեցինք մենք, որովհետև անընդհատ մենք ստիպված փորձում ենք ինչ-որ արդարացումներ գտնել Նավասարդ Սրբազանին մաքրելու համար։ Տարիներով, տասնյակ տարիներով այդ Նավասարդ Սրբազանի կերպարը բեռ է եղել այս եկեղեցու վրա։ Բայց նաև մի ուրիշ բան կա։ Եթե Նիկոլ Փաշինյանը մի քիչ խելացի լիներ, քանի որ ինքը ժամանակին շատ վատ բան, ժամանակին չէ, շատ կարճ ժամանակ առաջ շատ վատ բաներ է ասել Նավասարդ Սրբազանի հասցեին ու որոշներն էլ հավանաբար ճիշտ, հա, չգիտեմ ինչքանով է ճիշտ, որովհետև ես ստուգողը չեմ ուզում խորանամ դրա մեջ։ Եթե ինքը օրինակ այնքան խելացի լիներ, որ Նավասարդ Սրբազանին չվերցներ այդ խմբի մեջ, կասեինք դե այս մարդը ազնիվ է գործում, տեսեք ուզում ամեն դեպքում եկեղեցին, հա, մաքրել։ Մաքուր մարդկանց վերցնի, մաքուր մարդկանցով հասնի հաջողության։ Բայց ինքը իրեն մատնեց, որ իր նպատակը եկեղեցին մաքրելը չի, այդ քայլով ինքը դա է ապացուցում։ Եթե Արգիշտի Քարամյանի հորն է վերցնում կուսակրոնության դեմ պայքարելու համար ու Նավասարդ Սրբազանին է վերցնում անօրինական եկեղեցու անօրինականությունների դեմ պայքարելու համար, այսինքն ինքը ազնիվ չի։ Ու երբ որ ասում է ես որպես պարզ հավատացյալ մարդ եմ այս ամեն ինչի մեջ, հա, որպես հայաստանյայ ծառաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ, երբ որ ինքը դա ասում է, առաջին այդ հայաստանյայ ծառաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ այդ արտահայտությունն է շատ ֆալշ հնչում, էլի, շատ կեղծ է այդ, որովհետև որևէ հետևորդ երբևէ այդ արտահայտությունը այդպես չի օգտագործում, ինչքան էլ գիտենք, որ եկեղեցու անունը այդպես է։ Ինքը չէր օգտագործի ոստիկանությանը այս ամեն ինչի մեջ, չէր օգտագործի վարչական ռեսուրս։ Եթե դու որպես պարզ հավատացյալ ես անում, արա, բայց այսինքն ամեն կողմից երևում է, որ ինքը ազնիվ չի գործում ու չի կարող ինքը հաջողել։ Աստված թույլ չի տալու, որ ինքը հաղթի եկեղեցուն, որովհետև այս եկեղեցին հիմնադրել է Հիսուս Քրիստոս։ Դա Աստված։ Եվ հետո չմոռանանք, որ
Այս մարդը նաև տանում է նրան, որպեսզի ոչ միայն անձի խնդիրը այստեղ հա լուծում, կոնկրետ վեհապարի հարցը պետքա լուծվի։ Ինքը վեհապարի հարցը լուծելուց հետո ըստ իրա ինքը կոնկրետ դավանափոխ անելու մասին է այս ամեն ինչը իրականում, հա, երբ որ խորքը նայում ես, որովհետև մենք կոնկրետ Շնամական պետությունից ունենք հրահանգ, որ եկեղեցին որպես հայ առաքելական պետք է այլևս չլինի։ Մենք ոնց է ուրիշ երկրներում ունենք հայկական եկեղեցիներ, բայց մենք այնտեղ ավելի շատ հյուրի կարգավիճակով ենք լինում։ Այսինքն մենք այստեղ էլ պետք է ունենանք ինչ որ այդպես, հա, սիմվոլիկ կունենանք այդ եկեղեցիները, որտեղ որ այլևս չեն գործելու այնպես, ինչպես որ Հայաստանի Հանրապետությունը, այն էլ պետական որպես չի հաջողելու ինքը։ Այդպես պատմում եք, բայց չեմ ուզում շատ խորանալ, վստահ եմ ուղղակի, որ ինքը չի հաջողելու։ Ու մթնոլորտը տեսնելով երկրի հասկանում եմ, որ այդ ժամանակը հեռու չի։ Երկրում մթնոլորտը շատ լարված է, շատ լարված է։ Մենք հիմա ունենք խնդիր քնած որոշ մարդկանց, չեմ ասում են վախեցած պատերի տակ կուչեկած մարդկանց, քնած որոշ մարդկանց բերելու առաջին պլան ու շատ լավ քարոզչություն անելով, մեծ քարոզչություն անելով հնարավոր է հասնել դրան։ Մի պայման կա դրա համար, կարծում եմ, այդ ընդդիմության հաշտ լինելն է։ Դա ամենամեծ խնդիրն է, կարծում եմ, Հայաստանի ազատագրության ճանապարհին կանգնած։ Բայց օրինակ ամսի 18-ին տեսանք, որ կարծես թե տարբեր ուժեր կարողացան մի մեծ գաղափարի շուրջ միավորվել, հույս ունեմ, որ վեհապարը տեսնելով, որ իր անձի եւ եկեղեցու շուրջ լինում է այդ համախմբումը, իմաստուն կգտնվի եւ կփորձի հաշտեցնել այդ տարբեր շրջանակներին իրար հետ, եթե չանի էլ կարծում եմ իրենք պետք է ինքնուրույն հասկանան, որ դա շատ մեծ վնաս է տալիս, շատ մեծ վնաս է տալիս։ Դե հիմա օրինակ մարդիկ կան, ասում են վեհապարը թող խոսի, վեհապարը թող իր հավատավոր ժողովրդին հավաքի, բայց մեկ էլ այսպես կողքից երբ նայում ես, ասում ես վեհապարը ինչու պիտի խոսի։ Չէ, պետքա խոսի, թող խոսի, բայց ինչու պիտի ինքը հավաքի հավատացյալ հոտին իրար գլուխ։ Այն դեպքում, որ հավատացյալ հոտը տեսնում է, չէ՞ ինչա կատարվում, ինքը ինքնստինքյան պիտի դա անի եւ ինքնակազմակերպվի եւ եկեղեցու շուրջ եւ վեհապարի շուրջ։ Այն վեհապարի, որ ընտրված վեհապարը, հասկանում եք։ Ինքնակազմակերպվելը կարծում եմ միֆ է։ Ինքնակազմակերպվել ժողովրդի գոյություն չունի, պետք են կազմակերպիչներ։ Դա կարող են լինել ընդդիմության ներկայացուցիչները, կարող են լինել ժողովրդի մեջից դուրս եկած այլ անձինք։ Չեմ կարծում, որ այդպես ինքնակազմակերպում հնարավոր է լինի։ Վեհապարի մասին, որ խոսում ենք, այո, ինքը ոչ մի բան էլ պարտավոր չի անել։ Այդ ընդունում եմ։ Վեհապարը մի շատ մեծ սխալ է թույլ տվել այսքան ժամանակ, որը որ ես տեսել եմ, մի դրվագ, եթե թույլ տակ կպատմեմ այստեղ, հա։ Վեհապարը երբեք գովազդին, մարքեթինգին, ներկայացնելուն մեծ ուշադրություն չի դարձրել։ Այսինքն ինչ որ արել է, հիմա ինչի մարդկանց մոտ էսպիսի թյուր կարծիք կա, թե ով է վեհապար Հայրապետը, որովհետև երբ որ խոսել են վեհապար Հայրապետի դեմ, հիմնականում հակադարձություններ չեն եղել, ու երբ որ ինքը որևէ լավ բան է արել, դրա մասին էլ չեն խոսել։ Մի դրվագ պատմեմ ես, որին ես եմ ականատես եղել անձամբ։ 2019 թվականն էր, Տավուշի Բերթավան գյուղից ունեինք մի տղա, որին ադրբեջանցիները գերի էին տարել։ Կարենը։ Կարենի ընտանիքը ճանապարհներ էր փակում, մի խոսքով գյուղից դուրս էին եկել շատ մարդիկ փողոց, ասում էին թող թույլ տան մեզ, գնանք մենք, ասում էին միշտ այդպես արել ենք, գնանք Ադրբեջանից մեկի բերենք այստեղ գերի, փոխանակենք, ասում էին Կարենի հետ, որոշակի առողջական խնդիրներ ունեցող տղա էր Կարենը։ Ու վեհապար Հայրապետը ուզում էր հանդիպի այդ ընտանիքի հետ։ Ինքը այնքան իմաստուն էր, որ չուզեցավ կանչի այդ ընտանիքին մայրաթոր, կարար չէ, կանչեր, ասեր եկեք մի հատ ուզում եմ ձեզ հետ զրուցել, առանձին հանդիպեմ։ Ինքը վեր կացավ, եկավ Բերթավան գյուղ, սահմանի վրա է, Նոյեմբերյանի այդ վերջի գյուղերից է։ Եկավ այդ գյուղ,
Դե բնականաբար վեհապարն եկել է շողակաթ հեռուստաընկերությունն է գալիս, այն ժամանակ հանրայինը դեռ վեհապարին սիրում էր, հանրային հեռուստաընկերությունն է գալիս, ես էլ որպես Տավուշ թեմում գործող անձնավորություն դեռ չէի աշխատում Տավուշ թեմում, իմ ֆոտոապարատը վերցրած Բագրատ Սրբազանի ու տենց մի խումբ անձանց հետ գնում ենք վեհապարին դիմավորելու։ Ես լուսանկարներ եմ անում, շողակաթը հմեկը ռեպորտաժ են պատրաստում։ Վեհապարը խնդրեց, ասեց որևէ ձևով չասեք, թե ինչի համար եմ ես եկել այստեղ։ Ռեպորտաժ կպատրաստեք, որ գնացել է վեհապարը Բերթավան։ Ես ապշել եմ ճիշտն ասած, ես էլ որ եկեղեցու ներսի աշխատող չէի, մի քիչ ավելի ազատ էի գործում, էլի։ Գնացել ենք Կարենենց տուն, ինքը այնտեղ տնօրհն է քանում Սրբազան, Բագրատ Սրբազանի հետ բան։ Ասում են մի նկարեք։ Ես գնում եմ չխչխկացնում եմ բան։ Դուրս ենք եկել դուրս, նորից ես նկարում եմ այդ բակի իրավիճակը մոտեցած։ Աղջիկս, դե ես վեհապար հետ անձամբ այդպես շփումներ չեմ ունեցել, ասենց այդ աղջիկս ասում եմ մի նկարի։ Ասի եղավ, նույնս թեքվում է գնում, ես շարունակում եմ նկարել, մեր մարզպետն էլ էր այդտեղ, եկավ ասեց ամենաանկարգ լրագրողը դու ես, ասեցի որովհետև ես լրագրող չեմ, ու այդպես ոչ շողակաթ ասեց ինչի համար է եկել վեհապարը Բերթավան, ցույց տվեցին, որ գնացել է Բերթավան կենտրոնում, հանդիպել է ժողովրդին, բարի խումբ է եկել է, պայել է վեհապարը օրհնել է մարդկանց, ինքը հետ է եկել, այն մեծ կարևոր խորհուրդը, թե ինչի համար է վեհապարը եկել հասել Բերթավան, ինքը ցանկացավ ծածուկ պահել։ Շողակաթ չասեց, հանրայինը չասեց, ես հրապարակեցի, մայրաթորից զանգեցին, ասացին հանեք բան, տենց վեհապար չի ուզում բան, ասացի չեմ հանելու։ Ես եղանողը չեմ ուզում հանեմ, այդպես անկարգություն թույլ տվեցի, որ գոնե որոշակի շրջանակ իմանա այս մարդը ինչ պատճառը որն է, ինչ արել, հա։ Ու միշտ ինքը չի ուզեցել հրապարակի ցանկացած լավ բան, որ ինքը արել է։ Դա երևի իմ կարծիքով այն մեծագույն խնդիրն է, որը վեհապար հայրապետը ունի։ Եվ նաև արձանագրենք Տիկին Մանթաշյան, որ նախորդ կիրակի, երբ Նիկոլը Հայաստանում չէր, այն ԿՊԱ-ականները, ովքեր որ անընդհատ շրջիկ թափառախումբը այդ իր հետևից որ գնում է, ինչ էին անում, հա, երբ որ լրագրողը մոտենում էր հարցնում էր, օրինակ դուք ինչու ձեր տարածաշրջանի եկեղեցում չեք, որ եկել եք հասել եք օրինակ 7 վերք եկեղեցի, Գյումրի եք հասել։ Ասում են այդտեղ ենք ուզում, մենք հավատացյալ ենք, մեր համար եկեղեցու դռները պետքա բաց լինի։ Էլի թող բաց լինի։ Բայց այս մարդը Նիկոլը չէր գնացել պատարակի, ԿՊԱ-ականներից եւ այդ թափառախմբից որևէ մեկին չտեսանք եկեղեցում, այսինքն գոնե եթե լինեին, գոնե կնկարվեին, մի հատ կգցեին, ասեն, տեսեք, Նիկոլը չկա, բայց մենք այնքան հավատավոր մարդիկ ենք, որ այս կիրակի առանց Նիկոլ գնացել ենք օրինակ առաջնորդանի Սուրբ Սարգիս եկեղեցի, որտեղ որ իրենց կճոյանն է այնտեղ պատարակ մատուցում, իդեպ ասեն, որ այդ օրը վեհապարի անունը չզեղչվեց նաև։ Այո։ Դե այդ մեր օրերի աբսուրդն է, որ մարդիկ հավատացյալ չլինելով որոշում են նորոգել հայ առաքելական եկեղեցին։ Եկեղեցին մշտապես նորոգման մեջ է եղել։ Իր ստեղծման օրվանից մինչև այսօր կան խնդիրներ լուծվում են, հա, տարբեր հարցեր են քննարկվում տարբեր ժամանակներում եկեղեցում ու շատ հարցերի լուծումներ են տրվում։ Այդ նշանակում է, որ այդտեղ հավատացյալ չկա։ Այդտեղ ինչ որ աղանդավորական խումբ է, իրենք արդեն աղանդ են ու ընդ որում մի շատ վատ բան կա, անցած օրը մեր տղաներից մեկի հետ էի խոսում հոգևորական, այն մարդիկ, ովքեր որ միշտ պայքարել են աղանդների դեմ, հիմա իրենք են դարձել աղանդավոր ու վեհապարի դեմ են դուրս եկել։ Ու դա այդպես է եղել միշտ։ Եկեղեցում, ընդհանրական եկեղեցում, միայն հայ առաքելական եկեղեցում չէ։ Ով սկսել է հերետիկոսների դեմ պայքարել, ինքը վերջում դարձել է հերետիկոս, պատմությունը բացեք նայեք։ Հիմա այն մարդիկ, ովքեր որ այդպես աղանդների դեմ ինչ-որ սեմինարներ էին կազմակերպում, տարբեր ձևերով խոսում էին, բրոշուրներ էին կազմակերպում, իրենք փաստացի դարձել են հերձվածող, զեղչում են մեր վեհապար հայրապետի անունը, պատարակ են խմբագրում, ասենք ով է Նիկոլ Փաշինյանը, որ կարողանա պատարակ խմբագրել, դուք էլ գնաք ծափահարեք այնտեղ։ Մենք անցած 5 շաբթի օրն էլ ես ցավոք սրտի հնարավորություն չունեի մայրաթոռում գտնվելու, որովհետև
սահմանափակումներ ունեմ, հեսա ոտքիս էլ է բան ամրացրած, չեմ կարող մարդաշատ վայրերում գտնվել, ես ուղղակի նայում էի եթերը, թե ինչ է կատարվում, այդ մարդկանց մեջ հավատացյալ չկար, մեկի հարցրեք ինչին է ինքը հավատում, կարող է պատասխանել, ասենք հավատամքը մեր ասել կամ մի քանի բառ ասել գոնե այդ տեղից ինչին ենք մենք հավատում, ինքը չգիտի այդ Աստված ասածը ով է, Սուրբ Երրորդությունա, թե Երրորդություն չի, թե Ալլահա, թե ուրիշ բան է։ Իրանց Աստված, իրանց Նիկոլն է։ Այո, Նիկոլն ասելա գնացել են, իրենց հետ է։ Այնտեղ հավատացյալ մարդ չկա։ Եվ Տիկին Մանթաշյան, ձեզ անազատության մեջ պահելը կոնկրետ վախեցնելու նպատակ ուներ։ Հետապնդել, վախեցնել, որպեսզի դուք նաև ազատության մեջ լինելուց չգնաք, չխոսեք, փողոցային պայքարներին չմասնակցեք, այսինքն այս ամեն ինչը շատ ակնհայտ էր, հա? Այսինքն այստեղ էլ իրենք չհաջողեցին։ Դուրս եկել, ազատության մեջ եք եւ նորից շարունակում եք, հա, այդ վախը չազդեց ձեր վրա։ Կրկին վախ, որ հետ վերադարձ, իհարկե Աստված չանի, լեզուս թող պապանձվի, բայց այդ մտավախությունը կա թե չէ։ Որտեւ այս իշխանության ժամանակ ինչ ասես մենք դեռ տեսնելու ենք, որտեղ ասում եմ ամեն ինչ դեռ նոր է սկսում։ Ես երբ որ մի տարի առաջ ասում եմ դեռ ամեն ինչ նոր է սկսում, եկեղեցու մասին չկար էս իրարանցումը չհաշված 18-ի սկզբներին, երբ որ եկել էին սրանք։ Ես ասեմ, որ ես չեմ ահաբեկվել, ինչքան էլ իրանք փորձել են ինձ ահաբեկել, իրենց մոտ դա չի ստացվել։ Միանշանակ չստացվել։ Միանշանակ, պլյուս դրան միայն ես չեմ վտանգի տակ։ Ինձ արդեն տարել են, ես գոնե կոփված եմ, հա, որ տանեն երկրորդ անգամ, գիտեմ գոնե ուր եմ գնում, ինչ է այնտեղ ինձ սպասվում։ Դե այդ մեր օրերի աբսուրդն է, որ մարդիկ հավատացյալ չլինելով որոշում են նորոգել հայ առաքելական եկեղեցին։ Եկեղեցին մշտապես նորոգման մեջ է եղել։ Իր ստեղծման օրվանից մինչև այսօր կան խնդիրներ լուծվում են, հա, տարբեր հարցեր են քննարկվում տարբեր ժամանակներում եկեղեցում ու շատ հարցերի լուծումներ են տրվում։ Ողջ ընթացքում ես որ նայում եմ ինչ է կատարվում, առաջամարտիկները լրատվական դաշտի գործող անձինք են։ Այո։ Եթե լրատվական դաշտը մի պահ լռեց, եկեղեցուն էլ կուլ կտան, ամբողջ պետությունն էլ կհանձնեն Թուրքիային ու Ադրբեջանին։ Եթե լրատվական դաշտը հետ քայլ արեց, ինչ որ ձևով թուլացավ, խնդիր ենք ունենալու մենք։ Ու շատ ուրախ եմ, որ մենք ունենք այդ հրաշալի լրագրողներին, իրենց խմբագիրներին, այդ լրատվականների, որևէ մեկին չեմ ուզում առանձնացնեմ, ովքեր հանձն են առել, մտնեն այդ կռվի մեջ ու շատ պատվով կարողանում են ամեն ինչ առաջ տանել, որովհետև եթե իրենք չլինեն, իրենք հիմա դուք հիմա բոլորդ մեր այս ժամանակաշրջանի քարոզիչներն եք, ոնց են առաքյալները քարոզել, հա, ճշմարտության մասին հայտնել։ Հիմա լրատվականներն են դա անում ու շատ ուրախ եմ, որ կարողացել են մինչև հիմա շատ մարդկանց աչքեր բացել եւ ճշմարտությունը ցույց տալ ու բրավո եւ ձեր եւ մյուս մեր ընդդիմադիր կեցվածք ունեցող լրատվականներին։ Եվ 25-ը ճանապարհում ենք եւ շատ աղետալի էր այս տարին եւ դիմավորում ենք 26 թվականը իրականում այո պետքա շարունակել պայքարը, չնահանջել բնականաբար եւ գիտենք, որ 26-ին լինելու են ընտրություններ, խորհրդարանական ընտրություններ։ Իհարկե Նիկոլը դրան դեռ տարիներ առաջ կանգնած եւ պայքարում էր, այդ իրենց կրթությունը նորաձև է իր զուգընկերոջ հետ միասին։ Քարոզարշավը իրենք վաղուց սկսել են։ Հիմա ինչ ենք սպասում 26 թվականին եւ արդյոք մենք կունենանք, չգիտեմ, հրաշքով կունենանք մի ընտրություններ, որտեղ որ իրենք անընդհատ ասում են, գոնե մեր ժամանակ են, ինչ որ դուք ասում եք, կոռուպցիա չկա, համակարգային կոռուպցիան արմատախիլ է եղել եւ այլն, ընտրություններն էլ բարձ թափանցիկ արդար են եղել, ինչ որ թիմ ընտրություններում ա եղել, տեսել եք, տեղեր են եղել ընդդիմությունն է հաղթանակ տարել, դրա համար էլ այդ քաղաքապետերը հիմա անազատության մեջ են եւ այլն, չգիտես որտեղից սկսել, որտեղից ավարտել։ Հիմա 26 թվականին ինչ ա մեզ սպասվում։
Իհարկե ձերբակալությունները շատանալու են, ընտրությունները լինելու է։ Ես մեծ վերլուծաբան չեմ, քաղաքագետ չեմ, որպեսզի այդպես բացարձակ ճշմարտությունների վերաբերյալ խոսեմ, այդպես են չէ խոսում սովորաբար քաղաքագետները։ Ես պարզ մարդ եմ ու տեսնում եմ, որ շատ անալու են բռնաճնշումները իրոք, որևէ մեկը ապահովագրված չի, ինչքան էլ որ իրանք չունեն ռեսուրս այդքան կալանավորված անձի սպասարկելու, իրենք տանելու են բոլորին կալանավորելու են թեկուզ կարճ ժամանակով, այն մտածումը, որ մի հոգ էլ վախենա նորմալ է, այդ ահաբեկչական իրանց գործունեությունն է, էլի։ Ու նաև շատ շոուներ են անելու մեր գործի նման, օրինակ Բագրատ Սրբազանին բռնելուց հետ հիշում եք, տենց ինչ-որ բաներ էին, զենքեր էին ցույց տալի, բլոկնոտիս նկարներն էին ցույց տալի, տենց ինչ-որ բաներ էին գտել, էլի շատ վտանգավոր գրառումներ էին գտել իմ բլոկնոտի մեջ, շոուներ են անելու։ Ինչ է ուզում հանրությունը։ Հաց եւ տեսարաններ։ Տեսարաններ, այո, այդ տեսարանները իրենք շարունակելու են ստեղծել, ուղղակի պետք է փորձենք այնպես անել, որ մենք օրակարգ ստեղծենք, այլ չմտնենք իրենց տված օրակարգի մեջ, այո, իրանք ասեն մենք բերում ենք բենզին, մենք բենզինի դեմ խոսենք, իրանք ասեն մենք այս ինչն ենք անում, մենք դրա դեմ խոսենք։ Պիտի մենք փորձենք տալ նոր օրակարգ մեր հանրությանը ու իրենք փորձեն արձագանքել դրան։ Այդ է մեր անելիքը, ասում եմ, չեմ կարծում, որ ընտրությամբ ինքը թույլ է տալու, որ ինչ որ իշխանություն փոխվի Հայաստանում, որովհետև գիտի, երբ որ իշխանություն փոխվեց, իր գործած հանցանքների համար ինքը պատասխան է տալու եւ իր շուրջը եղած բոլորը դա գիտեն, որ պիտի պատասխան տան իրենց արածների համար, փորձելու են ինչքան հնարավոր է երկար պահեն իրենց իշխանությունը, մինչև որ, չգիտեմ, ինչ որ երաշխիքներ կունենան, ինչ որտեղ գնալու, փախնելու, պահկվելու, այդպես։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ձեր շնորհակալություն։ Կհանդիպենք։ Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ, սիրով ձեր Մեդիահաբ։ Յուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։